Արարատյան խոհանոց լավ տրամադրություն ջերմ մթնոլորտ եւ ամենակարևորը խոհարարական նորարարություններ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել խոհարարական նորությունները։ Այս ամբողջը ինչ որ ես թվարկեցի, հարգելի հեռուստադիտողներ, տաղավարից մենք ձեզ ենք հղելու իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրին է նորաբաց մամուլյան եւ ընկերներ գինետան ավագ խոհարար Անդրանիկ Թությանը։ Ողջույն Անդրանիկ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ուրախ։ Շատ ուրախ եմ, որ չմերժեցիր մեր հրավերը եւ մանավանդ ուրախ եմ սպասելիքների առումով, այսինքն ուզում եմ հենց այս պահին բավարարել իմ անհամբերությունը, սպասելիքը եւ հարցնել։ Ինչ նորարարությունով ես ներկայացել։ Ճաշատեսակը իրոք նորարարություն է, դամածոների, գինե դամածոների շարքից է։ Գինեպ դամածոներ, այո։ Գինեպ դամածոների, այո։ Ճաշատեսակը ունի, ասենք, փոքրիկ գաղտնիքներ, որը այսօր մենք կտանք մեր հանդիսատեսի դատենք, բացահայտենք։ Լավ, ինչ ենք արել, հիմա տաք ջուր է այստեղ կավի կճուճի մեջ։ Կճուճի մեջ տաք ջուրը լցվում է նրա համար, որ ծակոտիկները հագենան տաք ջրի, որ հետո ինքը դամածոն, հենց իմաստը դա է, որ հյութեղ իր հյութը չգոլոշանա, չէ որ պատերից էլ կարա գոլոշանա։ Մթերքը իր հյութի մեջ պատրաստվի։ Դրա համար մենք մեջը նախորոք լցնում ենք տաք ջրով, հիմա իհարկե ես կդատարկեմ, որ սկսենք մեր աշխատանքը։ Շատ լավ։ Երբ որ մենք հարկ է լինում, որ կերակուրը պիտի պատրաստենք կավից պատրաստված, լինի դա քերեղան, լինի դա կճուճ, լինի դա պուլիկ, նույնիսկ հարկավոր է հաշվի առնել, որ փակ տարածքում, ջեռոցում կամ թոնրում պիտի պատրաստվի, դրա համար նախորոք մոտավորապես 10 րոպե տաք ջրի մեջ պահում ենք սպասքը, որպեսզի ծակոտքիները հագենան եւ բացի դրանից կավը պիտի համապատասխան ջերմաստիճան ունենա, որ նոր դնենք տաք վառարան։ Այնպես որ բարեկամներ, կարծում եմ սա նույնպես կարևոր հանգամանք է եւ շատ լավ է, որ Անդրանիկը մեզ բացատրեց։ Ահա, ունենք արդեն տաք կճուճ։ Այնուհետև առաջինը մենք կտրատում ենք կարագը։ Պետքա կարագը առաջին հարկն է իր։ Առաջի շերտը կարագ։ Առաջի շերտը կարագն է։ Անդրանիկ ջան, այստեղ ես մի ինչ-որ ձուկ, նոր ձուկ է սա, ինչ ձուկ է սա, ինչ Կումժա։ Կումժա։ Ուղղակի միայն նշենք, որ ձուկը սահմանազգի ձուկ է։ Հիմա կտեսնենք, թե ինչ համային հատկանիշներով է այն օժտված եւ թվարկենք, թե ինչ պիտի նաեւ ավելացնենք։ Ունենք ձուկը, կարագ, սպիտակ գինի պիտի օգտագործենք, նուր, նռան հատիկներ եւ լոլիկ։ Համեմունքը ինչ պիտի դնենք։ Աղ, կարմիր պղպեղ, մի քիչ սև պղպեղ եւ թարխուն։ Շատ լավ, Անդրանիկ ջան, հիմա կտրատենք։ Ես էլ աշխատեմ պարապ չմնալու համար զատեմ նռան հատիկները։ Գինեպ դամածոններ, սա հասկանալի դառնալու համար մեր հեռուստադիտողներին նորից եւ մի քանի անգամ պիտի Անդրանիկ ջան նշենք, թե ինչ ասել է դամածո, որովհետեւ այնուամենայնիվ ջերմային մշակման եղանակ է, չասենք նոր եղանակ է, Դամածո ճաշատեսակ, դամածո ինքը իրենից հենց ճաշատեսակը, որ մթերքը պատրաստում է ինքը իր հյութի մեջ։ Դամվում է։ Չի ենք օգտագործում ջուր։ Կանաչիի, այսինքն թարխունի, կարագի ու ինքը իր հյութով է պատրաստում, դամում է։ Եվ նռան հատիկներ ենք։ Իսկ եթե նռան հյութ նուր չունենք թարմ, կարող ենք օգտագործել նարշարապ։ Եթե նուր չունենք, ձեռքի տակ կարող ենք օգտագործել նաշարապ, կարող ենք օգտագործել տան պայմաններում պատրաստում են նռից օշարակներ, որ ավելի եթե հիմա մեր ձեռքի տակ լիներ նռան օշարակ, ավելի ցանկալի էր, քան թե ասենք նուր։ Շատ լավ։ Որովհետև ինքը առանց ջրի ճաշատեսակ է։ Այդ օշարակը ավելի իրան հյութեղություն կտար, քան թե նուռը, բայց քանի որ մենք չունենք, մենք հիմա նուռից կստանանք, չնայած։ Եվ տեխնոլոգիան ուզում եմ նորից նռան եւ գինու օգնությամբ կստանանք մենք մեր ուզած։ Առանց որևէ բանի կարագով պիտի քանի րոպե դնենք ջրոց։ Հիմա ձուկը առանց նռան, առանց գինու կես ժամ կդնենք
ինքը կդամի, հենց իմաստը դա է, նախնական ինքը իր հյութը։ Իրան իր հյութը երբ որ մենք կստանանք մեջը, նոր հետո կբերենք կավելացնենք նուռը, գինին, չէ, թարխունը կանաչի հետ է գնում։ Հիմա ես թարխունը կավելացնեմ։ Շատ մանր պետք չի կտրատել, որովհետև նամանավան թարխունը շատ մանր կտրատելու դեպքում սևանում է, կարելի է տենց ասել։ Մեծ ենք կտրում, որ համ համով լինի, համ էլ որ չսևանա, համ էլ որ չսևանա, նաև չսևանա։ Չնայած որ հանդրձավորվել ենք սև համազգեստով։ Դե համազգեստը ինձ թվում է ավելնորդ հասել, որ խոհարարի համազգեստը Սև պիտի չլինի։ Էկոլոգիապես իշքան մաքուր է միշտ։ Ահա։ Դա ավելնորդ է, Այնքան որ լավ։ ես շեշտեմ։ Մեր ժողովուրդը գիտի մեր ազգը այդ կողմից։ Այդ կողմից էլ է լավ մեր ազգը։ Այդ կողմից էլ է լավը մեր ազգը, որ կարա հիգիենա պաշտպանի ամեն ինչում, նամանավանդ խոհարարների դաշտում։ Այո։ Հիմա սկսում ենք կտրատման եղանակը։ Այս ճաշատեսակը կտրատումով էլ է տարբերվում, շարելու ձևով էլ է տարբերվում։ Հենց իմաստն էլ դրա մեջ է նույնիսկ։ Ձուկը կտրատում ենք սովորական ձևով։ Բայց շարելու պրինցիպ ունի։ Կտրած մասը պետքա լինի Դեպի ներքև։ դեպի ներքև։ Ու հավաքման եղանակն էլ կապ ունի, որտեղ ստե մենք մի քիչ էլ ենք կարակ հավելացնելու։ Մեջքերը դեպի պատը, որ իր այդ ոնց որ ասած Հյութը։ շոքեխաշած գոլոշին չփախցնի, չտանեն պատերը։ Մեջքերը դեպի պատը, փորերը դեպի կենտրոն, որ մեջը նորից մենք մի քիչ այն ավելացած կարակը ավելացնենք մեջը։ Շատ լավ։ Ավելի པարզ լինի մեր հերոստատիտողների համար, ես մի քիչ թեքեմ կճուճը, Այո, որ այո։ իրանք ավելի լավ տեսնեն։ Ուրեմն ձկան մեջքի կոմը դեպի պատը այսպես մոտավորապես։ 4 հոգի կարան նստեն ճաշակեն մի կճուճ դամածո։ Լինի դա ձկան, լինի դա գառան, լինի դա հորթի, որովհետև դամածոները միայն ասենք չի արվում ձկից, դամածոները արվում է գառից, արվում է հորթից։ Ոտենց։ Անդրանիկ ջան, մենք մեր աշխատանքը հիմնականում ուղղված է մեր հերոստատիտողների համար։ Այսինքն ինչ կառաջարկես, այդ հերոստատիտողներ կարող են լինել, որ կավից սպասք չունենան։ Ավելի Ուրեմն ցանկալի է, որ ամեն տուն ունենա կավի աման, նամանավանդ մեր հայկական էլի, մեր ավանդականն է կավի ամանը, կճուճ Այո։ ունենան։ Իսկ եթե չունեն, ուրեմն կացայի մեջ էլ պետքա կացայի մեջ ուղղակի չափսը թող պաշտպանեն, Տակը դրանից կրակը եթե վառվի շատ դանդաղ պիտի։ դրանից շատ բան է ու կրակից մի քիչ բարձր թող դնեն, ասենք կարելի է ինչ-որ ասենք ինչ ասեմ, աղյուս դնել, վրան դնել, որպեսզի չայրվի, տակը չկպնի, այսպես ասած։ Շատ լավ չկպնի։ Շատ լավ, ծածկեցինք մեծ սպասումներով ուղարկեցինք դամվելու ջերոտ կամ թոնիր։ Քանի րոպե պիտի լինի։ Կես ժամ։ Կես ժամ մոտորապես 100 Նախնականը կես ժամ, հետո արդեն հետո նորից համեմունքովը նորից պետքա դանվի։ քանի ինչքան ջերմաշան պիտի լինի, որքան։ Շատ աշխատատար չի ճաշատեսակը, բայց այս ժամերը պետքա պահպանվի, որովհետև եթե չպահպանվի ժամերը շտապենք, ապա մենք ճիշտ չենք ստանա։ Չենք ստանա այն արդյունքը, ինչի համար, որ մենք ուզում ենք հարգելի հեռուստատիտող ձեզ ներկայացնել։ 180 աշճան բավական է ջերմությունը։ Այո։ Չէ, Գնացինք։ մի քիչ կարելի է ավելի թույլ։ Թույլ 170, 160, 160-ից 160-ի տակ նախնական, հետո արդեն ինքը մեր այդ հյութը ստանալուց հետո, երբ որ պետք է արդեն համեմունքները, նուռը եւ գինին ավելացնենք, չէ՞ որ գինեպ դամածոյա կոչվում։ Այո։ Նոր այն ժամանակ արդեն կարելի է։ Շատ լավ, 160 աշճան եւ կես ժամ։ Բարեկամներ, այնուամենայնիվ նոր կերակուր է, դրա համար մի քիչ տարաձայնություններ առաջացավ խոհարարների մոտ, այնպես որ ներող եղեք։ Կես ժամ հետո կհանդիպենք, այս կերակուրը նորից արդեն կձևավորենք եւ կզարդարենք ու արկենք զվարճանալու։ Գնացինք։
Հարգելի հերոսադիտողներ, դամացոն արդեն կիսաեփ կամ Կիսա դամված վիճակում է։ կիսադամված վիճակում արդեն ներկայացավ, ուզում եմ ցուցադրենք այս տեսքով է։ Տեսեք ինչքան հյութ կա մեջը, արդեն հյութն էլ ինքը թողել է, այլ հյութ մենք միայն գինի ենք ավելացնելու։ Նախորոք ավելացնում ենք աղը։ Այո։ Անդրանիկ ջան, աղը չափավոր պիտի լինի, չէ՞։ Աղը լցրեցինք, չափավոր։ Չափավոր է։ Այո, նռան հատիկներ, Նրան հատիկներ, առատ։ Նռան հատիկներից է պիտի հյութ դուրս գա, չէ՞։ միանշանակ։ Թարխուն դնելու ենք Թարխուն անպայման։ եւ Այս սպիտակի։ վերևի շերտը կարանք չկտրատենք էլ։ Խնդրեմ։ Հա, մեծ միանգամից կարանք փռենք վրան։ Եվ ավելացնում ենք գինին, Հացն ու գինին տեր կենթանին։ Մեկ եզրից ավելացնում ենք սպիտակ գինին։ Եվ փակում ենք կապարիչը։ Չոտում չէ։ Փակում ենք։ Եվ ու նորից ուղարկում ենք ջեռոց։ 1 ժամ, 2 ժամ եւ Մոտ 1.5 ժամ։ 2 ժամ։ Նույն ջերմաշրջանի տակ բարեկամներ 160 աշճան։ 2 ժամ հետո արդեն կներկանա իր ամբողջ շուկով եւ կամ տեսենք մենք գնացինք։ Մեր գինեպ դամացոն բարեկամներ, ես ուզում եմ անպայման նորից հիշեցնել, որ ձուկը, կումժա, ձուկը միայն կարակով դրեցինք կես ժամ դամվելու ջեռոցում։ Այնուհետև ավելացրինք թարխուն, գինի, սպիտակ անապակ, նռան հատիկներ եւ աղ։ Ահ, Եվ եւս 1 ժամ ու կես դամվեց։ Այս ամբողջ ընթացքում կերակրատեսակը գտնվում էր 160-ից 170 աշճան ջերմության։ ցանկանում եմ մի բան ավելացնել։ Խնդրեմ։ Նման կերակրատեսակ ստանալուց հետո մենք ուզում ենք, որ մեզ մոտ լինեն հաճախորդներ շատ պահանջկոտ եւ Այո, այս բուրմունքը կբավարարի։ պահանջեն միայն որակով։ Միայն որակ։ Ապրես դու։ Հարգելի հերոստատիտողներ, ավելորդ է մատուցման ջերմաշրջանը նշել, որովհետև այս կերակուրը հենց ջեռոցից միանգամից գնում է սեղան, բայց անպայման պիտի հուշենք, հարգելի հերոստատիտողներ, հարկավոր է հետը ճաշակել սպիտակ անապակ հայկական ավանդական անսահմանապակ գինի։ Եթե դու խոսք ունես, որ կուզենաս մեր հերոսադիտողներին հղել, խնդրեմ։ Դե օգտվելով առիթից կուզեմ մեր կանանց շնորհավորեմ միամսյակի արդի, ցանկանան բոլորին երջանկություն, հաջողություն եւ մենք այնպիսի օրերի դիմաց ենք կանգնած մեր ամբողջ ազգին էլ անկախ ոնց կվերջանա մյուս ամիս մեր ամենակարևոր հարցը, ցանկանան որ ամեն դեպքում մեր չարչարված համբերատար ազգին ինչ որ մի բանով սփոփանք լինի։ Շատ լավ, իրականում այո, ողբանք մեռելոց, բայց չմոռանանք կոչել ապրողած։ Հարգելի հերոստատիտողներ, այսքան էր այսօրվա համար։ Ուզում եմ, որ մենք բոլորս լինենք առողջ ու ոչամիտ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ձկան դամածո, կունժաձուկ 2 հատ, կարագ 200 գրամ, նռան հատիկներ 100 գրամ, թարխուն 1 կապ, գինի 150 միլիգրամ, աղ, բարեախորժակ։